Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանի եւ Սիսակ Գաբրիելյանի հեղինակած տեսալսողական մեդիայի մասին օրենքի նախագծով առաջարկվում է հանրային հեռարձակողների պարտադիր նվազագույն քանակը 3-ից դարձնել 2։ Պետական միջոցների հաշվին հեռարձակվում են հանրային հեռուստաընկերությունը, լրատվական ալիքն ու շողակաթ հեռուստաընկերությունը։ Օրենքի 22-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ կերպ հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել 2-ից, այս պահին գործողում այս 2 բառի փոխարեն 3-ն է, մենք առաջարկում ենք ավելի մեծ ճկունություն տալ կառավարությանը եւ հանրային հեռարձակողի խորհրդին, այսինքն 2-ից ավելի կարող է լինել, բայց 2-ից պակաս չի կարող լինել, սա է առաջարկը օրենքի։ Օրենքի նախագծի փոփոխությունը Հայաստան խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի կարծիքով քաղաքական նպատակ ունի։ Ակնհայտ երևում է եւ դուք էլ չեք թաքցրել իդեպ հանրային հեռուստաընկերությամբ հայտարարելով, որ ձեր թիրախում առանց հետևեթանքների, ես նույնիսկ ձեր բառն եմ հիշում, դուք ասացիք, որ առանց հետևեթանքների ուզում եմ հրապարակային ասել, որ սա հենց ուղղված է շողակաթ հեռուստաընկերությանը։ Օրինագծի համահեղինակ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի խոսքով այս պահին կա 5 հաճախականություն կամ ալիք, 2 ռադիոյում, 3 հեռուստատեսությունում։ Մենք ընդհանրապես ասում ենք, որ հարգելի քաղաքացի, դու այլևս կամ հարգելի պետություն, հարգելի կառավարություն, դու պարտավոր չես քաղաքացիների վճարած հարկերով պահել առնվազն 3 հանրային հեռարձակող։ Պահիր առնվազն 2, կուզի 6 պահի, թող պահի, բայց այդ ժամանակ դուք կբերեք, կարող եք կանբերել օրենքի նախագիծ, ասել ոչ թե առնվազն 2, այլ առավելագույնը 2։ Կառավարությունը նախագծի առնչությամբ առարկություններ չունի, հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն։ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել կլիմայի մասին օրենքի նախագիծը կից օրենսդրական փաթեթով։ Օրենքի նպատակն է իրավական հիմքեր ապահովել ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանն ուղղված գործողությունների պլանավորման եւ իրականացման համար, համաձայն Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների եւ հանձնառությունների, կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորման եւ իրականացման համար։ Ներառյալ կլիմայի փոփոխության հետևանքներից բնակչության, տնտեսության եւ ենթակառուցվածքների պաշտպանությունը եւ դրանց դիմակայունության ամրապնդումը։